Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Հակոբովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ թողարկում, ունեմ շատ սպասված հյուր եւ այսօրվա թողարկումը ամենահաճելի կլինի սպորտասեր հասարակությանը։ Բայց մինչև նրան ներկայացնել ուզում եմ մեծագույն սիրով շնորհավորել օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ դիտում ենք վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Lali can shumë të duam Se pa ty o lali jetën se duam E hija shpejt e lali se shumë për vuaj Se pa ty zemër jetën se duam Jali, aleli, do që në rabi Jetën se lal, unë do qoj të Dubai Jali, aleli, habib të dua Se lali jetën pa ty jo nuk e dua Jali stay too far away. Girl, time away from you is nothing but a waste. Hey, I spent too many summers on my own. I've got too many numbers on my phone, but I only hope to get a call from you. Hey, late night texting, come to my place, girl. We can get rid of stresses. I really hope you get the message. Hey, yeah, if it's way too hard to wait, cause you take my heart away, even though it's hard to break. I can wipe these scars away. Hey, girl, I need some closure, or maybe I just need you closer. Արդեն քանի օր է ես սպասում եմ Գնում գալիս էր փողոցներում եմ Մի բարդ է ասա խոսիր խնդրում եմ Դու կլինես իմ հետ ես երազում եմ Արի, սրտիս մեջ ապրիր Առանց քեզ մի օր մի ժամ էլ չեմ ապրիր Էլի լավ էլի սիրտս տանջում ես Չես խոսելու հետս թե ամաչում ես Էլի լավ էլի սիրտս տանջում ես Չես խոսելու հետս թե ամաչում ես Դե ինչ 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է Ձինայդ նախագիծը րոպե չեմ կորցնելու եւ ըստ ֆորմատի ներկայացնում եմ ձեզ տեսանյութ լի էմոցիաներով, հաղթանակներով ու ամենակարևորը մեր դրոշը եւ հիմնը եւ ասեմ որ տեսանյութի գլխավոր հերոսը ինձ մոտ տաղավարում է ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա
Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ավելի մոտ են նստել, շատերը ձայնը բարձրացրել են, շատերն ասում են Արտյոմն էլ ասավ Դինայի մոտ եւ այսպես շարունակ։ Իսկ ես սիրում եմ լինել առաջինը, ներկայացնել բոլոր այն մեր չեմպիոն տղաներին, ովքեր որ հաղթանակը ապահովում են էմոցիաները ու ամենակարևորը դրոշը, հիմնը եւ այսպես շարունակ։ Եվ ես միշտ ասել եմ, եթե մեզ չխանգարեն, մենք միշտ հաղթող ենք։ Եվ հաղթանակած, այսպես ասած, հայորդիներից մեկն էլ ինձ մոտ տաղավարում է, ասեմ, որ մեծագույն սիրով հյուրընկալել եմ եռամարտի աշխարհի 6-ակի բացարձակ չեմպիոն ռեկորդակիր Արտյոմ Ղուգոյանին։ Արտյան, ողջույն։ Բարև ձեզ Դինա ջան։ Ոնց եք։ Շատ լավ։ Նախ շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ձեզ եմ շնորհակալ։ Ես բավականին երկար ժամանակ է հետևում եմ Արտյոմի գործունեությանը, սպասում եմ հենց իմանամ Արտյոմի։ Բնական որ վերադարձել է հայրենիք, նա ինձ մոտ լինի տաղավարում։ Եվ եթե չեմ սխալվում, Արտյոմը վերադարձել է 1-2 օր առաջ։ 2 օր առաջ եմ Ուր եք վերադարձել։ գնացել Արտյան, ինչի համար։ Այս կոնկրետ այս վերջի մրցաշարը Վալենսիայում էր, Իսպանիայի Վալենսիա քաղաքում։ Վերպեվ վարկած կա եռամարտում, powerlifting-ում, որը որ աշխարհի կարելի ասել շատ սպորտսմենների համար, մեր սպորտսմենների համար առաջինն է, վերպեվը։ Այդ վարկածով Եվրոպայի առաջնությունն էր, որը տեղի ունեցավ Վալենսիա քաղաքում, եւ այնտեղից կարելի ասել վերադարձանք լավ պաշարով, ավարով, ասենց ասած։ Շատ լավ, հաղթանակը մերն էր։ Այո, մերն էր հաղթանակը, իհարկե 2 ոսկե, 3 հնարավորից 2 ոսկե մեդալ, 1 արծաթե մեդալ եւ 2 բացարձակ գավաթ, որի համար իրոք շատ շնորհակալություն եւ մեր թիմին եւ մեր ֆեդերացիային եւ Աստծուն, ամենաառաջինը Աստծուն։ Շատ լավ։ Ես ուզում եմ մի հատ ցուցադրել ձեզ։ Ոսկիները Ոկոններ ծանր են ու եթե շատ մակարդակով իրենք մեդալներ են։ Եվ դիզայնը լավ է իդեպ։ Շատ, ավելի սիրուններն էլ ունեմ։ Լուրջ։ Այո։ Ես հենց դա ուզում ասեի, կա սպորտաձևեր, որոնք տարբերվում են, թե գավաթով, թե սպորտ։ Օրինակ չինականները դե սիրում են ոսկին, տենց շատ ճոխ լինի, սա մի տեսակ գույնը, երևի խորհրդանիշ գույն էր։ Գույնը շատ իրանք շատ սիրուն են սարքում իրանց մեդալները, կոնկրետ Վերպեվ ֆեդերացիան իրանց մեդալները ամբողջ տարբեր են, մրցաշարերը դիզայնի վրա շատ են խորանում իրանք էլի, շատ սիրուն են։ Ու շատ լավն է։ Սա կարելի է վերցնել, ինքը իսպանացի շատ ուժեղ տղա էր, Սանդրո Էուսեբիոն, նմանա չէ։ Նմանա քեզ։ Սանդրո Էուսեբիոն, որը որ ժամանակից շուտ մահացավ, շատ ուժեղ իսպանացի ատլետ էր, շատ ուժեղ, որի համար շատ կարելի ասել այդ սպորտային աշխարհը շատ ցավում է եւ այս Եվրոպայի առաջնությունը իր անվան համար էր Նաև իրան էր նվիրված էր, այո, իրեն։ Այստեղ գրած է որ տեսնեք, Memorial Sandro Eusebio կոնկրետ իրան էր նվիրված, որը որ իսպանացի շատ ուժեղ ատլետ էր։ Շատ լավ, եռամարտի մասին մի քանի նախադասություն։ Եթե ինձ մնա, ես հիմնականում նաև սիրում եմ այն սպորտաձևերը, լուսաբանել եւ այն մարզիկներին, որոնք կարծես թե իրենց PR-ով մի քիչ հեռու են, բայց հաղթանակներով բավականին լի են։ Եռամարտի մասին խոսում եմ առաջին անգամ ինձ մոտ տաղավարում։ Դու այսպես ասած էքսկլյուզիվ չեմպիոնն ես ինձ մոտ։ Իսկ դրսում ես հասկացա, որ հայերի անունը միշտ բարձր է եղել, բարձր պահել եք։ Դու խոսքի մեջ ասում ես մեր թիմով։ Ովքեր են ընդգրկվում այդ թիմի մեջ։ Կոնկրետ սկսեմ այնտեղից, որ եռամարտը Հայաստանում ծնունդ է առել 80-ականներին, որի որ հիմնադիրը հենց հիմա կա, եղել է ու կա Պարոն Գագիկ Սարոյանն է, որը որ մեծ եռանդով թիմին առաջ է տանում, որի համար իրեն էլ շատ շնորհակալություն։ Մեր եւ ավակ ընկերն է, եւ ֆեդերացիայի նախագահն է, եւ մեր հետ ամբողջ մրցաշարերի ընթացքում մեր հետ է։ Այս ժամանակ էլ Վալենսիայում գալիս է նաեւ ձեր կողքին էլ։ Իհարկե, անպատճառ դա լավ բան է։ Շատ։ Ավելի ոգևորված ես էլի մրցաշարերի մասնակցում։ Հիմնադիրներից է կոնկրետ հենց հիմա նախագահն է եւ աշխարհում կան մի քանի ֆեդերացիաներ, իրենք սենց ասած բոքսի պես ոնց է լինում այնտեղ WBF, WBO, սենց ֆեդերացիաներ գոյություն ունեն,
այդ ընդհանուր ամբողջ ֆեդերացիաները, աշխարհում կա օրինակ 10 ֆեդերացիա, 8-ի նախագահը պարոն Սարոյանն է, որը որ կոնկրետ Հայաստանը ներկայացնում է տարբեր աշխարհի եւ Եվրոպայի մրցաշարերին։ Ինչ հոճունի։ Հիմա երամարտի մեր թիմը շատ անուններ կան, որ չեմ կարող ասենց կոնկրետ նշեմ մարդկանց, էլի շատ անուններ ունենք մենք։ Կարող եմ նշել, ասենք, ամենաուժեղներից մեր հզոր մարզիկներից, ամենաուժեղներից մեր Աշոտ Անտոնյանն է, որը որ իմ հետ մասնակցեց, էլի արժանացավ ոսկե եւ արծաթե մեդալի, շատ լավ հանդես եկավ, իմիջայլոց վերջի մի քանի մրցաշարերը Աշոտի հետ ենք մասնակցում եւ շատ լավ արդյունքներ է գրանցում, նույնպես Աշոտը ունենք Գևորգ Կարապետյան, որը որ էլի ուժեղ մարզիկ է, այս այնց մարդկանց անուն եմ նշում, ովքեր որ այս մակարդակում լուրջ արդյունքներ ունեն, էլի։ Մենք ունենք պրոֆեսիոնալ մակարդակ եւ ունենք ոչ պրոֆեսիոնալ, այսինքն սիրողական մակարդակ, սիրողական մակարդակը դեռ աճման փուլում է, իրանք կամաց աճում են, որպեսզի դառնան պրոֆեսիոնալներ։ Իսկ պրոֆեսիոնալ մեր մակարդակը միշտ մենք վերադառնում ենք ոսկե մեդալներով, արծաթե մեդալներով, ես տարբեր մրցաշարերից ունեմ եւ բրոնզ ունեմ եւ ոսկի ունեմ, իհարկե ոսկիներս շատ, բայց բրոնզի համար եմ ես պայքարել, պարտադիր, իմ համար կարեւոր է, շատ կարեւոր, տարբերություն չեմ դնում ես բրոնզա, ուրեմն Դե կարևոր մեր դրոշը նաև միշտ ես համար մեկ իմ նպատակը անկեղծ ուղիղ ասեմ, համար մեկ նպատակս ցանկացած մրցաշարի գոնե դրոշը գնա պարգևատրման հարթակ, գոնե գնա այնտեղ երևա։ Պարտադիր չի թե մեդալս կլինի, բայց դե ես գնում եմ հաղթելու, դա չի քննարկվում։ Երբ իմ ու քո շատ ընկերներից տարբեր մարզաձևեր իմացան այսօր դու ինձ մոտ աղավարում ես լինելու, մի հետաքրքիր տեքստ ասեցին, ասում են ձին գիտես չէ, երամարտի տղերքը որտեղ որ հանդես են գալի աշխարհի որ մի ծայրում, գրեթե բոլոր ռահասկության մարզիկները նեղվում են։ Ասում են թե ոնց էլ չնի մի տեղը, եթե ոչ առաջինը, այդ իրանցն է։ Իդեպ դա մեր մարզիկ ընկերներ, որը կապ չունեն երամարտի հետ, բայց մարզիկներ են, այսինքն բոլորի մոտ դա ասոցացված էր եւ դա բնականաբար մեզ համար ավելի կարեւոր էր։ Ես պարոն Սարոյան հետ կապ կստեղծեմ նրանից մոտ տաղավար հրավիրելու համար։ Ձինա ջան, նշեմ, որ պարոն Սարոյանը այս պահին գտնվում է Լեհաստանում, այնտեղ մեր մարզիկները հենց հիմա մասնակցություն ունեն, այնտեղ մեր մարզիկներից Ռուդիկ Ավդալյանը, որը որ շատ ուժեղ պարկած դոժ վարժություն է անում, որը որ ներառվում է եռամարտ մարզաձևի մեջ, կոնկրետ ինքը այդ ձևն է անում։ Ես սիրում եմ ներկայացնել իրական ուժեղներին, ովքեր իրական ուժեղներ են, ես շատ եմ սիրում ներկայացնել ու ասել, խոսալ իրանց մասին։ Մեր Ռուդիկն էլ չեմպիոն է դարձել, հիմա պարոն Սարոյանը գտնվում է Լեհաստանում, դրա համար չստացվեց։ Ես միշտ սիրում եմ իր հետ հաղորդման գնալ, որպեսզի լրացնենք միմյանց, խոսենք ու ավելի ճիշտ ստացվի էլի զրույցը։ Բացը կլրացնենք։ Անպայման մյուս հիմա կարող եմ նշել, որ շատ շուտով հունիսի 5-ից 6-ը Վարշավայում մենք ունենք մրցաշար, որը որ կոնկրետ հատուկ հրավեր է, ինձ հատուկ հրավեր ունեմ, որը պարոն Սարոյանի հետ այնտեղ ենք լինելու Վարշավայում։ Ես մարտի 15-ից 22-ը մասնակցեցի World Power Festival-ին, վերպեվ վարկածով, հենց կոնկրետ այս վարկածով, եւ որպես հայ մարզիկ, առաջին մարզիկն էի, որը շահեց 2 պրոքարտ։ Պրոքարտը այս սպորտաձևի կարելի ասել ամենավերջն է, էլի։ Պիկը, որ ասում են դա։ Այո, պիկը։ Ու այս երկու պրոքարտը իմ համար դա շոկային էր, որովհետև կան մարդիկ նույնիսկ մի հատ չեն շահել, ես որ առաջինը ինձ տվեցին, ես շոկի մեջ եմ, իրոք լուրջ շոկի մեջ եմ, հետո երկրորդն են կարդում, ես ցույց եմ տալի, ասում եմ դուք ինձ տվել եք արդեն, շնորհակալություն, բայց արդեն տվել եք, ասեցին դուք արժանացել եք երկրորդին, ու էդի պատկերացրեք առաջինից հետո ինչ կլինի։ Ու հրավիրեցին ինձ հատուկ հունիսի 5-ից 6-ը Power Show-ի, որտեղ մասնակցելու են պրո ատլետներ, որտեղ կոնկրետ պրո ատլետներ են երկու մրցաձևում,
պոկում ծիագավարժության, որը որ իմ ուժեղ կողմն է, շատ ուժեղ, որ բոլոր կողմերս էլ ուժեղ է, բայց այս կողմը ամենաուժեղներից է։ Եվ բիցեպս երկու պրոկարտ եմ ստացել, որը որ երկուսից էլ մասնակցություն եմ ունենալու։ Հիմա այստեղ արդեն պարոն Սարոյանի հետ եւ որ վերադառնանք էլի ոսկե մեդալներով կամ մեր հայկական դրոշը բարձրացրած, կհրավիրեք, կգանք էլի անպայման կխոսենք։ Ես կսպասեմ նաեւ ձեր արձագանքի, եթե չնկատեմ, հուսամ հասկանում եք, ես էլ եմ, այսպես ասած, բայց փորձում եմ կտեղեկացնենք։ Շատ լավ է։ Ես կարող եմ հարցնել նաեւ այսպես, մեր արձոմը գործող մարզիկ է, իսկ մարզիչ Եղան ժամանակներ մի քանի տարի առաջ, որ փորձեցի մարզական ինչ-որ գործունեություն կարիերա ծավալեմ, բայց ես հասկացա իմը չի, որովհետև կան մարզիկներ եւ կան մարզիչներ, ընդհանրապես երկուսը մեկում անհամատեղելի է, որովհետեւ երբ որ դու սկսես մարշական կարիերա ծավալես, դու հետ կմնաս արդեն մարզական վիճակը արդեն հետ կընկնի, էլի, սենց մեր բառերով ասած, հասկացա, որ ես ավելի չեմ կարող ֆորմի մեջ մնամ, սենց մեր բառերով եմ էլի խոսում, ֆորմի մեջ չեմ կարող մնամ, չեմ կարող ավելի լավ մասնակցություն ունենամ եւ որոշեցի, որ թող մարշական կարիերայով զբաղվեն ավելի հմուտ, ավելի գրագետ եւ ավելի բանիմաց մարդիկ։ Ես էլ կզբաղվեմ մեր հայկական դրոշը բարձրացնելով ավելի եւ ոսկե մեդալներ շահելով, տանելով։ Արտեմ ջան, վետերան չես ուզում դառնաս։ Այդ հարցը շատ են ինձ տվել, որովհետև եւ որ մասնակցություն եմ ունենում, մեր սպորտաձևը թույլ է տալիս մինչեւ խոր ծերություն դուք մասնակցություն ունենաս, որովհետև ընդհանրապես սպորտաձևը երբեք արգելք չկա, որ տարիքում ուզես կարաս գնաս մասնակցես, դաժե օլիմպիադա կարաս գնաս մասնակցես։ Ուղղակի կան պահեր, եւ որ դու քո արագությունը, քո, ասենք, ուժային տվյալները ընկնում է, էլի, սենց հետ անգնում, դրա համար, ասենք, չեն տանում, ասենք, 50 տարեկան մարդուն, ինչքան էլ ուժեղ լինի ինքը, օլիմպիադա մասնակցի։ Տանում են ավելի, ասենք, տարիքով փոքր, ավելի կայտար ուժեղ երիտասարդների, ովքեր որ կարող են, ասենք, անել ինչ-որ բան, մեդալակիր դառնալ։ Բայց մեր սպորտաձևը թույլ է տալիս 50, 60, 70 մինչև տարեկան մասնակցություն ունենալ, որը որ հիմնված է ավելի շատ ուժի վրա։ Եվ ընդ արդեն տեխնիկայի վրա կարևոր է, էլի, համարում եմ կարևոր ուժ եւ տեխնիկա միասին արդեն մեծ գործունեություն ես դու անում, էլի, եւ որ համատեղում ես երկուսը իրար հետ։ Իսկ այդ տարիքի հետ չի փոփոխվում քաշը։ Չէ, քաշի կոնտրոլը իմ վրա է, իմ կոնկրետ, ես արդեն մոտավորապես 10-12 տարի է 105 կատեգորիա եմ, 105-110, կա ֆեդերացիա, որ 110 կատեգորիա կարաս մասնակցես, կա ֆեդերացիա 105, ու տենց պահում եմ, 105-110 միշտ պահում եմ, արդեն 10-12 տարի, իսկ վետերան կատեգորիա տեղափոխվեմ թե չէ, ես միշտ, ասենք, կարամ մասնակցեմ վետերանների հետ, իմ տարիքայինների հետ, ես 36 տարեկան եմ, կարամ մասնակցեմ 36-ից մինչև 40-ների հետ, բայց միշտ գնում ու ասում եմ, չէ, օփենների հետ, օփեն կատեգորիան, դա բաց կատեգորիան է, որտեղ որ մասնակցում են արդեն քեզանից 10 տարի, 15-20 տարի փոքրները, որոնց հնարավորությունն ավելի մեծ է չեմպիոն դառնալու, բայց ես միշտ դեռ ինձ չեմ, համոզում ինձ դեռ համոզում դեռ ինձ երիտասարդ եմ զգում, տենց էլ կա, ես իմ մոտ բան չի փոխվել, ուղղակի տարիներ, անկեղծ իրոք բան չի փոխվել։ Ու զարմանքով ասում են չես ուզում այդ մաստեր կատեգորիա մասնակցես, ասում եմ դեռ չէ։ Երևի չգիտեմ 45 կդառնամ կամ չգիտեմ 50 նոր կգնամ, բայց դե հիմա ինձ լավ եմ զգում, էլի։ Արտեմ ջան, տա Աստված ես չծերանամ եթերում լինեմ, դու լինես օրինակ 60 տարեկան, գաս ինձ մոտ եթեր ասես Զինա տեսար, ես տեսել վետերան չդարձա։ Զինա ջան, ես դες ոնց հիշում եմ երեխա վախտմանից դուք ոնց կաք տենցել մնացել եք, ինձ թվում է մի 20-25 տարի էլ ես կմնանք, ու հաստատ ես էլ այդ ժամանակ 60-65-ում կգամ ու նորմալ։ Դե դեմս այդ ժամանակը գաս ու կապացուցես, որ վետերան ընդհանրապես չի։ Bad bitch, come and get your rent paid. Slide to the left, take a little step, slide to the left,
slide to the right, slide to the right. When your pennies to the side, I be in it all night. Got it. Slide to the left, slide to the left. Push your bag, no house, nowhere to get the hash. I'm doing a two, but do your niggas smoke a blunt of this? If you wanna smoke with me, don't bring no bullshit. The blue, dolphin, white, spinners, the green, nipples, that red Superman, the peach butterfly, that white Rolex. We'll have them hoes hotter than a box of stolen checks. The snow, the white, in my hand again. Ինձ այսպես համոզում է նաև իմ լավ ընկերը Դավիթը Խաչատրյան։ Իմ լավ ընկերն է Խաչատրյան Դավիթը շատ ինչ ես ուզում, ինչ ես ինձ ուզում։ Դավիթի եթերը տեսել եմ իմիջայլոց շատ Դավիթան անմիջական ու շատ ուղիղ անձնավորություն է, շատ հարգում եմ Դավիթին։ Եվ նաև միշտ ասում եմ, իմ ծրագրի հաջողությունները նաև նրանում է կանում, որ ինձ մոտ տաղավարում ամենաշատը լինում են լավ տղերքը, հզոր դեմքերը եւ իհարկե հաղթանակած դեմքերը։ Դա իմ կարծիքով արդեն ամրացնում է նաև իմ եթերը, ինչ համար ձեզ շնորհակալ եմ։ Եվ ամփոփման համար եւս մեկ հարց, հիմա վստահ եմ դու ունես արժևում օր տեղ մեկը արդեն ասեցիր։ Միջև տարվա վերջ կա տենց գծած պլաններ, թե ուր եք լինելու, ոնց։ Սենց ասեմ, նայեք, ուրեմն մարտի 15-ից 22-ը մասնակցել եմ World Power Festival-ին, էդի մեկ։ Մի քանի օր առաջ, մինչև Վալենսիա մեկնելը, ես Strongman-ել եմ, ասեմ իմանաք, Strongman մարզաձև կա, արդեն ուժային քաշը, սենց մեր powerlifting-ից շեղվենք մի փոքր, Strongman-ի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն եմ, ռեկորդակիր։ Եվ այս անգամ մասնակցեցի Վրաստանում, իրար հետևեր, պետք է մասնակցեի Strongman-ին, հենց Վրաստանից թռնեի Վալենսիա, Բարսելոն, հետո ճամփեքով երկար գնայի Վալենսիա, որը որ ինձ ժամանակ չէր տրամադրում հանգստանալու, բայց փորձեցի մասնակցեմ այդ Strongman մարզաձևին եւ չեմպիոնի հետ արեցի 700 կիլոգրամ սումա, նույն քաշը, ուղղակի իմ անձնական քաշը 1.5 կիլոգրամ ծանր էր, չեմպիոնից ինքը վերցրեց չեմպիոնական մեդալը, ես երկրորդ տեղ գրավեցի, ես շատ ուրախ եմ, անկեղծ եմ ասում, որովհետև ես գիտեմ այս սպորտաձևը շատ լավ անգիր գիտեմ ու Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն եմ այդ սպորտաձևի, այս անգամ իմ համար երկրորդ տեղն էլ էր շատ լավ, ես լավ պատրաստված էի ու նույն քաշն ենք արել, ինքն էլ վրացի շատ ուժեղ մարզիկ էր, որին շատ հարգում եմ, ու տենց ստացվեց, կիսեցինք ոսկե մեդալը, ոնց որ իրան բաժին ասավ այս անգամ, մյուս անգամ ես կվերցնեմ, ոչինչ, ես տենց բաները սիրում եմ, էլի, որ աշխատեմ մյուս անգամ իմ վրա։ Դա երրորդ մրցաշարս Վալենսիայում էր, չորրորդը լինելու է մայիսի 27-ից 31-ը Ֆրանսիայի Անեսի քաղաքում, էլի փակ 100 հոգանոց, 100 ամենաուժեղների փակ մրցաշարն է, Ֆրանսիայում մայիսի 27-ից 31-ը, 5-րդ մրցաշարս լինելու է որ նշեցի պրոկարտի մրցաշարս, հունիսի 5-ից 6-ը Վարշավայում, նրանից հետո ինձ թվում է կհանգստանամ մինչև հոկտեմբեր եւ հոկտեմբերին արդեն կմասնակցեմ GPC-ին, էլի Global Powerlifting կոմիտեն, որը որ աշխարհի ամենաուժեղագույն ֆեդերացիաներից է, էլի հատուկ հրավեր ունեմ մասնակցելու աշխարհի առաջնությանը, կոնկրետ արդեն եռամարտով, արդեն լուրջ պատրաստված վիճակում 110 կիլոգրամ քաշային կարգում մասնակցել եմ հոկտեմբեր ամսին Լեհաստանում։ Երևի կհանգստանամ մինչև հոկտեմբեր, որովհետև sense ծանր փուլեր եմ անցնում արդեն։ Ու պատկերացնում եք տարվա վերջում արծում ինձ մոտ տաղավարում է լինում ամբողջ սեղանս բնականաբար գավաթներով եւ մեդալներով ինչը պետք է ամփոփվի ես տարվա վերջում միշտ կանչում եմ բոլոր այն ընկերներին այո որոնք ներկայանում են ամփոփիչ տարբերակով թե ողջ տարվա մեջ ինչ են արել են որ ասում են վերջում էլ ինձ ինչ տակ այդ տարբերակը կլինի պարտադիր ոսկե մեդալներից ու գավաթներից կթողենք շատ լավ եւ ամփոփման համար եւս մեկ հարց Դու այսպես պատմում ես, ես արդեն մտածում մի քիչ ավելի հետ եմ գնում։ Որ տարիքից կարելի է կոնկրետ զբաղվել այս սպորտաձևով։ Հիմա եթե մեզ ծնողներն օրինակ դիտում։ Եռամարտ մարզաձևը, սենց ուղիղ ասեմ, ինքը տղամարդու սպորտաձև է, շատ տղավարի սպորտաձև է, էլի։
ու ասենք ինձ թվում է պետք է մինչև երամարտով զբաղվելը երիտասարդ երեխան պետք է հիմք ունենա էլի ինչ որ բանի սպորտաձևի խորհուրդ չեմ տալի մի անգամից գնա երամարտ պետք է ասենք չգիտեմ ինչ որ գիմնաստիկա չգիտեմ ասենք զբաղված լինի մի սպորտաձևով նոր իր մեջ հիմք լինի որովհետև ինքը ուղիղ ասեմ տրավմապասնի սպորտել է ասենք վնասվածքներ ահա որ ես վնասվածքներ ունեմ ասենց մենակ դեմն են նայում մարդիկ տեսնում են լավ ֆորմա սիրուն ուժեղ ֆորմա չեմպիոն բայց հետևից ոչ մեկ չի նայում շնորհավորում են անցնում են առաջ հետևից չեն նայում ինչքան տրավմաներ կոնկրետ այս վերջի մրցաշարերից առաջ ահա որ տրավմաներ եմ ստացել ձեռների, ոտքի, շատ, դա բոլորը գիտեն ինձ ճանաչողները, բայց ես կարգախոս ունեմ, ասում եմ որտեղ վերջանում է ուժը, այնտեղ սկսվում է բնավորությունը, դա իմ կարգախոսն է միշտ։ Դե չեմ ասում ես եմ հնարել այդ կարգախոսը, բայց վերցրել եմ ու այդ իմ համար հոգեհարազատ է դարձել այդ կարգախոսը։ Առաջնորդվում եմ դրանով, որովհետև եղել է դեպքեր, եւ որ հասկացել եմ իրոք ուժս վերջացել է անհնար է ասենք այս վերջի մրցաշարին պոկում վարժությունը 290 կիլոգրամ արեցի մինչև դա այդ ձիագա վարժությունը չհաշվեցին ու ասեցի ոչինչ չեն հաշվում դրեցի 300 ասի որ չեն մյուս 3 մոտեցում ունեմ դրեցի 300 ասան դու գիժվել ես այս ինչ ես անում չեն հաշվում դրել ես 300-ն էլ արեցի չհաշվեցին։ Ինչի։ Դե ասենք ինչ որ փոքր ինչ թերություններ ա լինում վարժության մեջ, որ դե 3 սուդյաներ են նստած, ասենք նկատում ա գոնե մեկը ու չի հաշվում։ Ասի ոչինչ դնում եմ 310 Ընդեղից նայում ասում են այս տղեն խելագարվել, ասենք 2 մոտեցում չեն հաշվում, 20 կիլո արդեն քաշ է բարձրացնում։ Հետո եկա արդեն հսկայական քաշ եմ դրել։ Հետո 310 անում եմ ու էլ չեն կարող չհաշվեն, որովհետև շատ գերիդեալական եմ անում ու հաղթանակը վերցնում եմ ու մեդալը վերցնում եմ։ Ու գալիս է տուն։ Ձեր հարցի վերջնական պատասխանը երեխաներին կարող եք տալ բազա ունենան փաստորեն բազա պարտադիր պետք է ունենան ինձ թվում է 14 տարեկանից 14 ես 14 տարեկանից եմ սկսել զբաղվել սպորտով հիմքս եղել է բոքսը շատ վաղուց արդեն 22 տարի առաջ ու տենց էլի 14-ը նորմալ տարիք է Ես վստահ եմ որ հենց հիմա շատ հեռուստատիտողներ հասկացան ունեք ամեն մի բիլակը քանի ադրբեջանցու կարող է սատկացնել Էդ էլ հաշվի առնենք էլի ես դա եմ ամենաշատը Եղել է այդպիսի դեպք էլ եղել Վրաստանում որ ադրբեջանցի թուրք մարզիկների հետ մասնակցում էի ասենց ամփոփ արագասեմ մասնակցում էի պոկում վարության Եվրոպայի առաջնությանը 12 երկր 10 կամ 12 երկրներ էինք եւ թուրքն ու վրացին էլ թուրքն ու ադրբեջանցին էլ էին մասնակցում որոնք որ եկել էին ուժեղ աշկ վախացնելու բայց ես իմ հանգստությունով երկուսին էլ նույնիսկ պեդեստալի վրա իրանք չեն կանգնել նույնիսկ այնտեղ չեն կանգնել նկարը կա հետո ես ձեզ կուղարկեմ անպայման կտեղադրեք նույնիսկ այնտեղ չկանգնեցին իրանք մտածելով որ թուրքն ու ադրբեջանցին այնտեղ են ուրեմն իմ մոտ կարող է ինչ-որ բան փոխվի դրանից ու իրանք էլ համարվում են իրենց երկրի ամենաուժեղ այդ ծիագա անողները բայց երկուսը նույնիսկ չկանգնեցին երկրորդ տեղ վրացին ընկավ երրորդ տեղ ուկրաինացին ես էլ դարձա չեմպիոն Ու այդ ժամանակ ողբով գնացին իրենց Այո, այդպես էլ եղավ Շատ լավ, իսկ ես շնորհակալ եմ քեզ ինձ հյուրընկալու համար, շնորհակալ եմ արդյունքների համար եւ իմ շատ ընկերներ են ասում, ես ինքս էլ որ հետևում եմ, ասում Աստված ջան, դու էլ շատ ես sense տանջվելու միջև օրը գա առաջնության Այսինքն ես ինքս չեմ սիրում այն սպորտաձևերը մանավանդ որ իմ ընկերները տեսնում է ծեծ ու ջարդի մեջ Ինձ համար դա մի տեսակ տարբերակը ուրիշ է, էլի։ Ասում են Զինա ջան, բա դու գնում ես մրցումներ ես վարում, ասում չեմ վարում։ Ես գնում եմ բացում եմ անում, փախնում եմ։ Հենց սկսում են այդ պահերը, այնպես որ ես կներեք ձեր ոչ մի այն որ
պահը չեմ կարող ամնալ։ Ես պաշտում եմ հայերի նման այն րոպեները, որ արդեն անունն են կարդում, դրոշը, հիմնը ու այդքանով տենց որ ասում ռելաքս ենք լինում, աղթանակած վայելում ենք, բայց թե ինչ է լինում ամիսներ առաջ, այդ գիտեն մենակ իրենք, մեկ էլ այն պատերը, որ զգում են նաև իրենց քրտինքը։ Հարգանքներս ֆեդերացիայի ողջ անձնակազմին, նախագահի հետ, վստահ եմ կարձագայքեք ինձ մոտ տաղավար կլինեք, ես մեծագույն սիրով կներկայացնեմ նաև այն քո ընկերներին, ովքեր որ մեր դրոշը եւ հիմնը հնչեցրել ու բարձրացրել։ Շատ շնորհակալ եմ Զինա ջան հրավերի համար, մենք էլ կաշխատենք, որպեսզի մեր հայկական դրոշը միշտ բարձր պահենք, ցանկացած մրցույթներին, ցանկացած աշխարհի ցանկացած երկրում։ Հիանալի է։ Եթերից հետո փորձել եմ տեսնեմ, օրինակ, քանի մատով այնց բարձրացնելու վերև Արտյոմը, մատերից գործ չունենք, որտեվ ես դեռ մրցաշարեր ունեմ։ Բայց ես դեռ 60 կիլոգրամ էլ չկամ։ Ես սիրում, ես ինչը որ կարող եմ անել, մրցումներից առաջ ոչ մի բան չեմ անում։ Վնոս կտամ։ Թող մրցումներից հետո խնդրեմ չկա։ Շատ լավ։ Իսկ այսքանից հետո դուք հասկացաք հաղթանակած թեման ինձ մոտ ամփոփվեց այսքանով, վստահ եմ կարողացա բավարարել շատերի նաև այն ծարավորը Զինա ջան շաբաթվա մեջ մի քանի անգամ սպորտ աշխարհի ներկայացուցիչ ունեցեք, այսքանով սկսեցինք այս շաբաթ, այնպես որ միջև հիմա իմ չեմպիոն ընկերներ եւ ազգի չեմպիոն եւ իհարկե ձեր Զինա Հակոբովնանում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում, բարինը ձեզ։ Հազար ու մի ուղի կար սրտիս համար, բայց մեկն էր որ քեզ մոտ բերեր ու կյանք տար, պատճառ դառնար երջանկության համար, քեզ գտնել ու գրկել ու սիրել ժամանակին, քեզ համար ու քեզ հետ հասա իմ երազանքին, քեզ գտնել ու գրկել ու սիրել ժամանակին, որ ամեն օր իմ սիրը հարվեմ կրկին, քեզ գտնել ու գրկել ու սիրել ժամանակին, քեզ համար ու քեզ հետ հասա իմ երազանքին,
Քեզ գտնել